Առաջին հերթին Ամերիկան կարգախոսով Սպիտակ տուն եկած Դոնալդ Թրամփն այսօր աշխատանքային երկրորդ օրը կրկին սկսեց երկրի խոշորագույն գործարարների հետ հանդիպելով։ Այս անգամ միլիարդատեր նախագահը Սպիտակ տուն էր հրավիրել Ամերիկայի ավտոարդյունաբերության հսկաների General Motors-ի, Ford-ի և Fiat Chrysler-ի ղեկավարներին։ Ուզում եմ, որ դուք նոր աշխատատեղեր ու գործարաններ ստեղծեք Ամերիկայում, դիմելով Դեթրոյթի 3 խոշորագույն բիզնեսմեններին, ասաց նորընտիր հանրապետական նախագահը։ Մենք ուզում ենք, որ մենք կրկին զբաղվենք արտադրությամբ, ոչ թե ապրանքներ ներկրենք։ Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք առևտրից։ Ընդհանրապես ուզում ենք, որ ապրանքներն ինքներս եւ այստեղ արտադրենք։ Եվ եթե նայենք Ամերիկայի երբեմնի մեծ ու հզոր առաջնորդներին, կտեսնենք, որ նրանք շատ սկզբունքային դիրքորոշում են ունեցել այս հարցում։ Եվ մենք պատրաստվում ենք արտոնություններ սահմանել այն ընկերությունների համար, որոնք արտադրությունն այստեղ կիրականացնեն։ Հարկերը ներկայիս 35%-ից հասցնելու ենք մինչև 15-ից 20%։ Ինչպես երեք ամերիկյան շուրջ 10 խոշորագույն գործարարների հետ հանդիպմանը, այսօր էլ Թրամփը հավաստիացրեց, թե չեղարկելու է բոլոր այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը։ Այդ կարգավորումները սահմանափակում են հնարավորությունները և թույլ չեն տալիս ամբողջությամբ անել այն, ինչ կարող ես, հայտարարեց ողջ կյանքը անշարժ գույքի բիզնեսով զբաղված նախագահը։ Ես գործարարներ գիտեմ, որոնք դժգոհում են, թե այդ կարգավորումներով ավելի շատ մարդ է զբաղվում, քան բուն արտադրությամբ, եւ այս վիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Կարծում եմ, մենք կարող ենք կրճատել դրանք 75%-ով, գուցե ավելի շատ, եւ երբ դուք ուզենաք ընդարձակել ձեր գործարանները կամ որևէ նոր ու հսկայական բիզնես սկսել, անհրաժեշտ կարգավորումներն անցնելու եւ հաստատումը ստանալու եք շատ արագ։ Ավելի վաղ ամերիկյան ավտոարդյունաբերող հսկաներից մեկը General Motors-ը հայտարարել էր, թե պատրաստվում է մինչև 2018 թվականը $5 միլիարդ ներդնել Մեքսիկայում, կրկնապատկելով իր արտադրական հզորությունները։ Այսօր, սակայն, ընկերության ղեկավարը նորընտիր նախագահին հավաստիացրեց, General Motors-ը մտադիր է վերանայել այդ ծրագիրը։ Անցած շաբաթ էլ Ford-ն էր չեղարկել Մեքսիկայում ավելի քան $1.5 միլիարդ գործարան կառուցելու ծրագիրը, փոխարենը խոստանալով $700 միլիոն ներդնել Միչիգանում։ Մենք պատրաստ ենք օգնել նրանց, ովքեր կմնան Ամերիկայում և բարձր հարկեր սահմանել ներկրողների համար, վերստին հայտարարեց Դոնալդ Թրամփը, ով հանդիպումից առաջ Թվիթերում գրել էր. «Ես ուզում եմ, որ նոր գործարանները Ամերիկայում կառուցվեն, մեքենաներն այստեղ վաճառվեն»։